ովքեր հետևում են Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների սրման, տեսնում են, որ այստեղ միայն հայկական հարցի հանգամանքը չի, այլ ողջ սպեկտրով մեկ հակասությունները, լինի դա Սիրիայում, լինի դա Կիպրոսում, լինի Միջերկրական ծովի արևելյան մասում խորացող հակասություններ, կամ էլ թե չէ հենց Աբրահամյան ծրագրի այդ մեծ ամերիկա-իսրայելական ծրագիրը վերափոխման, նոր ճարտարապետության անվտանգային ստեղծելու, այդտեղ բախվում են Թուրքիայի եւ իսրայել-ամերիկյան շահերը։ Եվ այդտեղ է, որ այդ համատեքստի մեջ պետք է տեսնել հայկական հարցի արծարծման այսօրվա պատճառը։ Եվ այդ ամեն ինչի մեջ հայության հնարավոր խաղալիք դերը եւ հայության շահերի համընկնումը այս նոր ճարտարապետության հետ, մենք պետք է շատ լավ դրա մասին մտածենք։ Այսինքն, այո, եւ Իրանին եւ Հայաստանին առաջարկվել է մտնել, մասնակցել Աբրահամյան ուրեմն համաձայնագրին, իսկ Աբրահամյան համաձայնագիրը նշանակում է նոր ճանապարհներ, նոր տնտեսություն, նոր ենթակառուցվածք։ Ավելին ասեմ, արաբա-իսրայելական նոր այդ Աբրահամյան համաձայնագրի մեջ գլխավորապես հիմքը ապագայում ստեղծվող նոր ենթակառուցվածքների շուրջ արաբա-իսրայելական համաձայնություններն են, որպեսզի նոր տնտեսությունը արհեստական բանականության հիման վրա ծնվող այս նոր քաղաքակրթության մեջ այդ երկուսը իրար հետ աշխատեն եւ այդ ամբողջի մեջ Իրանին ներգրավելու հրավերը, որը եղել է, եւ դրան հակառակ Թուրքիայի հրաժարվելը մասնակցել այդ ծրագրից, խոսում է շատ խոշոր փոփոխությունների մասին, որոնք տարածաշրջանում տեղի են ունենալու։ Ուրեմն մենք որպես ժողովուրդ միակ քրիստոնեական ժողովուրդն ենք, որը հրավիրված է ներկայանալու այդ ուրեմն համաձայնագրին, եւ այդտեղ մենք ոչ միայն ներկայացնելու ենք մեզ հայությանը որպես, այլև որպես ամբողջ քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչ։ Չմոռանանք, որ Երուսաղեմի կարգավիճակը առաջիկայում շատ կարևոր քննարկման առարկա է դառնալու հենց Աբրահամյան համաձայնագրերի հետագայի համար, հետագա հաջողության։ Եվ այդտեղ պարզվելու է, որ մենք անհամամասնորեն ավելի մեծ կշիռ ունենք որպես ժողովուրդ, որտեղ Երուսաղեմում գտնվող քրիստոնեական սրբավայրերի 3 հիմնական, այսպես պահպանողներից մեկը դա հայկական պատրիարքարանն է։ Եվ այդ հարցը, որը թվում է փոքր հարց է, գնալով շատ մեծանալու է եւ հայերը սեղանի մոտ ձայն ունենալու իրենց իրավունքով շատ կարեւորություն են ձեռք բերելու։ Այսինքն նորից այստեղ հարաբերությունների հարցը մեր հայ-իսրայելական չի սահմանափակվում միայն ցեղասպանության հարցերով եւ իսրայելա-թուրքական հակասությունները ել ավելի բարդ թնջիկ են իրենցից ներկայացնում։ Ուրեմն մենք այդ բարդությանը պետք է կարողանանք բարդ պատասխան տալ։ Բարդություն չի կարող, բարձ պրիմիտիվ պատասխաններ ունենալ։ Պատասխան ընդհանրապես չտրվեց։ Դե հա, մենք եթե վերցնենք, ասենք, քաղաքական մեր ուժերից միայն կարող ենք ասել, որ ազգային ժողովրդական բևեռներ, որ հստակ արտահայտված հայտարարություն արեց, որտեղ հստակ նշվում է, որ այո, ի վերջո այդ ճանաչումը այո արվում է, ի վերջո, որովհետև երկար տարիներ փաստորեն ելնելով իր շրջապատված լինելուց եւ Թուրքիայի հետ դրական հարաբերություններ պահպանելու նպատակից նրանք փորձում էին հայկական հարցը լրության մատնել, բայց միշտ եղել են Իսրայելում ուժեր, որոնք պրո-հայկական դիրքորոշում են ունեցել, սակայն իրենց քաշը չի հերիքել։ Հիմա այնպիսի դասավորություն է առաջանում, որտեղ այդ հնարավորություն կա եւ այն մարդիկ հայ իրականության, ես չեմ ուզում ասել, որ ծախված մարդիկ են, քաղաքական ուղղակի միամտության հետևանքով այն հայտարարությունները, որ մենք լսում ենք տարբեր հայտնի մարդկանցից, ուղղակի քաղաքական որևիցե այսպես գնահատական տալ դրան հնարավոր չի, որովհետեւ դա միամիտ կարծիքներ են։ Առհասարակ ես ուզում եմ հիշել, որ մեր երջանկայի հիշատակ կաթողիկոսը Վազգեն առաջինը, երբ որ դեռ ինքը Լևոն Փալջյան ազգանունով էր գրվում, ինքը մի հոդված ունի Մուսալերան 40 օրվա հրատարակության վերաբերյալ 30-ական թվերին, որտեղ ասում է, որ հայ ժողովրդին երկու այսպես սպառնող վտանգ կա, մեկը աշխարհաքաղաքացիության ուրեմն վտանգն է, դա Սցիլան է,
եւ Քարիբդան, այսինքն մյուս վտանգը դա ուրեմն գավառականությունն է։ Այս երկուսի արանքում կա ազգային ճիշտ ճանապարհը, որով պետք է անցնենք։ Դա ոչ թե աշխարհը մերժելու գավառականությունն է կամ հայությունը մերժելու, աշխարհաքաղաքացի դառնալու, աշխարհի դարդերով ապրելու խնդիրը, այլ սեփական ազգայինը պաշտպանելու, սեփական այգիունտիրություն անելու, բայց միաժամանակ խիղճ չկորցնելու ճանապարհն է։ Դա այս երկուսի մեր արանքում շատ նուրբ, դժվար ճանապարհ է, որը մենք որպես ազգ քաղաքական պետք է աճենք անցնելու համար։